Նախ հասկանանք ինչ է նշանակում հիբրիդային պատերազմ։ Գիտեք, ամեն օր այդ մասին խոսալով եւ անընդհատ այդ Ռուսաստանի ինադու քայլեր անելով զուգընթաց, եթե նկատել եք, չեն ասում, Ռուսաստանի անունը չեն տալիս, որ սա Ռուսաստանն է մեր դեմ ինչ-որ գործընթաց անում, հա, պատերազմ անում իրենց կարծիքով, ասում են հիբրիդային պատերազմ։ Սա հիբրիդային ուղիղ ասեք, որ սա Ռուսաստանի կողմից մեր դեմ ինչ-որ գործընթացներ է տեղի ունենում, եթե կա նման բան։ Եվ սենց անընդհատ ժողովրդին մոլորության մեջ է, որ սա հիբրիդային պատերազմ է, այսպես առեղծվածային ինչ-որ բան հաղորդելը սրան, սա ուղղակի մանիպուլյացիա է, որը լավ տեղ չի տանելու։ Իսկ ինչ վերաբերում է, թե ինչ կարող է անել Ռուսաստանը։ Մենք իհարկե Ռուսաստանի փոխարեն ինչ դժվար է խոսալ, հա, եւ երևի թե իրենք կարիքը չունեն, որ այս փոխարեն մենք խոսենք, բայց եթե տեսականորեն փորձենք հասկանալ, թե իրականում ինչպիսի հետևանքներ կարող են լինել, ապա դա լինելու է բավականին ծանր, որը որ մեր հասարակ քաղաքացին է ցավոք սրտի իր վրա զգալու։ Դեռ այսպես էյֆորիայի մեջ ընկած, հա, այդպես հիբրիդային պատերազմ եւ այլն մենք մեզ սպասում են բոլորը, մենք պիտի գնանք, մեր ապրանքը, մեր արտադրանքը եւ այլն վաճառենք այստեղ այնտեղ։ Եկեք զուտ թվերով փորձենք հասկանալ։ 2025 թվականին Ռուսաստան-Հայաստան ապրանքաշրջանառությունը եղել է 6 միլիարդ դոլար, Եվրոմիություն էկոնոմիկայի նախարար ուրախ լուր ասեց, մենք 9.2%-ով ավելացրել ենք մեր արտահանումը, հասցնելով 670 միլիոն դոլարի, 10 անգամ քիչ։ Միացյալ Նահանգների հետ ում հետ մենք ռազմավարական գործընկեր ենք, անընդհատ այդ մասին են խոսում, եւ Միացյալ Նահանգների համար մենք մեծ նշանակություն ունենք իրենց կրկին տեսակետից, մեր ապրանքաշրջանառությունը 300 միլիոն դոլար է, որից 260 միլիոնը Միացյալ Նահանգներից ենք ներկրում, 40 միլիոնը մենք ենք արտահանում։ Սա ուղղակի պետք է թվերով ցույց տալ, որպեսզի մեր հասարակությունը շատ լավ հասկանա իրականում ինչի հետ են խաղում եւ ինչ կրակետ են խաղում։ Հիմա եթե պատկերացնում եք տեսականորեն, Ռուսաստանը հայկական կոնյակի վրա կիրառում է 200% մաքսատուրք։ Հերո եմ այն մոլորությունից, որ առանց հայկական կոնյակի Ռուսաստանը չի կարող ապրել, չկա նման բան։ Այսօր Ռուսաստանը եւ Հյուսիսային Կովկասում եւ մեր Սևծովյան շրջաներում այնպիսի հզոր կոնյակագործական եւ գինեգործական տնտեսություններ են հիմնված, այսօր Դաղստանը արտադրում է կոնյակ, որ իր որակական հատկանիշներով չի զիջում հայկականին։ Ես մի գաղտնիք էլ բացեմ, Շուստովը 1877-ին այստեղ հիմնադրելով գործարանը կոնյակի 5 տարի դրանից շուտ հիմնադրել է Դաղստանում, այսինքն նույն տեխնոլոգիաներով են արտադրում։ Դրա համար այսպես դա էլ մոլորություն է։ Եթե մտածում են, որ առանց մեր ջերմուկի եւ հանքային ջրերի Ռուսաստան չի կարող ապրել, դա էլ է մոլորություն։ Բայց ցավոք սրտի շուրջ 600,000 մարդ իր վրա զգալու է այդ ամեն ինչը։ Քանզի գյուղմթերքի վրա 200% մաքսատուր, գյուղացիական տնտես 400,000 մարդ այսօր զբաղված է գյուղ ոլորտում։ Եվս այդքան մարդ արտագնա աշխատանքի է մեկնում, այսինքն Ռուսաստանը տարեկան կտրվածքով մոտ 1 միլիոն Հայաստանի քաղաքացու ապահովում է աշխատանքով։ Չհաշված գյուղ ոլորտի վերամշակման արդյունաբերությունը, չհաշված ալկոհոլային խմիչքներ, ծխախոտ եւ այլն եւ այլն։ Այդ արտադրանքը մենք Եվրոպա չենք կարող արտահանել։ Ուղղակի, ես այլ մեր ժողովուրդը պիտի իմանա, քանզի հայկական արտադրանքը ոչ մի կերպ չի համապատասխանում եվրոպական չափանիշներին։ Որովհետև նույն ծիրանը Եվրոմիություն արտահանելու համար դու նախ շիվը որ տնկում ես, դա պիտի եվրոպացի մասնագետները ֆիքսեն, բայց հաշվի առնելով մեր օդի աղտոտվածությունը, ջրի որակը, հաշվի առնելով նաև սեյսմիկ գոտում գտնվելը եւ այլն, ռադիացիայի մակարդակը բարձր է եվրոպական չափանիշներից եւ մեր արտադրանքը չի կարող մտնել եվրոպական շուկա ուղղակի։ Ցավոք սրտի մենք հայտնվելու ենք այն նույն կոտրած տաշտակի առջև, ինչի առջև հայտնվեց Մոլդովան։ Երբ Մոլդովան հայտարարեց, որ գնում է ասոցիացիան համաձայնագրի եւ ասոցիացիան համագործակցության Եվրոմիության հետ, կարծեմ իրենց 20 անուն ապրանք էին տվել, որ կարող են անարգել ներմուծել Եվրոմիության շուկա։ 1 տարի հետո դրանից մնաց 2-ը։ Դրա համար շատ բան իհարկե կարող է անել եւ շատ վտանգավոր է լինելու մեզ համար եւ վերջապես գազի գինը։ Այդքան որ խոսում ենք Հայաստանը 165 դոլարով է ստանում գազը, ամենից ցածրը դրանից միայն Բելարուսն է 130 դոլար 1000 խորանարդ մետրի համար։ Մենք որտեղից ենք բերելու այդ գազը, Ադրբեջանն է տալու։ Միգուցե, բայց 1 տարի հետո այդ գազը Հայաստանի համար կդառնա 1000 դոլար։ Մենք մտածում ենք ինչ ենք անում։
Դրա համար անընդհատ բզել այդ գիտեք այդ փղի եւ մոսկայի պատմությունն է դառնում, հայտնի պատմվածքի նման է դառնում, պետք չի անընդհատ մեծ արջին, անընդհատ այսպես ծակող հարվածներ ասեղով ծակել, որովհետև մի պահ ուղղակի կարող է նաև իրավիճակը հակառակ ձևավորվել Հայաստանի համար։ Այստեղ ոչ թե ես սպառնում եմ, մտածում, վախեցնում եմ, չէ, ես փորձում եմ ներկայացնել, որ իրականում ինչ կարող է լինել, եթե մենք շարունակենք այս քաղաքական գիծը եւ այս քաղաքականությունը։